Մոսկվա-Կիև բանակցությունների նոր փուլից առաջ ռուսական եւ ուկրաինական զորքերը նույն ուժգնությամբ են կրակում, ինչ 4 տարի առաջ։ Թաման նավահանգստի վրա ուկրաինական հարձակման հետևանքով 2 մարդ վիրավորվել է։ Նավթի պահեստն ու տերմինալը վնասվել են։ Հայտնել է Կրասնոդարի նահանգապետը։ Ուկրաինական կողմն էլ է հարձակումների մասին հայտնում։ Օդեսայի մարզի քաղաքացիական եւ տրանսպորտային ենթակառուցվածքները վնասվել են ռուսական անօդաչու թռչող սարքերի հարվածներից։ Էլեկտրաէներգիայի եւ ջրի մատակարարումը խաթարվել է։ Ուկրաինային պատուհասած էներգետիկ ճգնաժամից փորձում է փրկել նախագահ Զելենսկին։ Մինչև փետրվարի 24-ը նոր էներգետիկ եւ ռազմական աջակցության կոնկրետ փաթեթներ ներկայացնելու պայմանավորվածություն ունի Կիևը Բրյուսելի հետ, հայտարարել է Զելենսկին։ Միևնույն ժամանակ զգուշացրել է ուկրաինացիներին, առջևում ցուրտ օրեր են լինելու։ Առջևում ցուրտ օրեր են, բոլորն արդեն գիտեն ինչպես են ռուսները շահագործում դա։ Խնդրում եմ հոգ տանել ձեր մասին եւ ուշադրություն դարձնել օդային հարձակման մասին ահազանգերին։ Նման սպառնալիքները միայն վատթարացնում են պատերազմն ավարտելու հեռանկարները։ Սուրբ եղանակը խոչընդոտ չէ ռուս զինվորների համար։ Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը հպարտացել է, թե չնայած եղանակային պայմաններին իրենց հաջողվել է նոր տարածքներ վերցնել վերահսկողության տակ։ Զորքը պատրաստվում է նոր հարձակումների։ Փետրվարի առաջին 2 շաբաթվա ընթացքում զորքերն ազատագրել են 12 բնակավայր։ Մեր վերահսկողության տակ է անցել ավելի քան 200 քառակուսի կիլոմետր տարածք։ Զորքերի կենտրոն խումբը հարձակում է մշակում Դոբրոպոլսկի ուղղությամբ, շարունակվում է Նովի Դոնբասի եւ Բելեցկոյե բնակավայրերի ազատագրումը։ Գրիշինոյում մեր հարձակողական ստորաբաժանումները փողոցային մարտերում ոչնչացնում են թշնամու կազմավորումը, դիրքեր են զբաղեցնում այդ գյուղում։ Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը պնդում է, որ զինված ուժերում գրանցած զգալի կորուստները Ուկրաինան փոխարինում են նոր անօդաչուներով։ Ռուսական բանակի կորուստների մասին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն է հայտնել Մյունխենի անվտանգության համաժողովի ժամանակ։ Ըստ Մարկ Ռյուտեի, դեկտեմբերին եւ հունվարին Ռուսաստանը 65,000 մարդ է կորցրել։ Առանց մանրամասնելու, այդ թվի մեջ մտնում են վիրավորները, անհետ կորածներն ու գերիները, թե դա միայն զոհվածների մասին է։ Ռուսաստանի եւ Ուկրաինայի դեսպանները 2 օր, վաղը եւ չորեքշաբթի կհանդիպեն Ժնևում Միացյալ Նահանգների միջնորդությամբ։ Ուկրաինան ցանկանում է հնարավորինս շուտ հասնել խաղաղության, բայց որ այդ խաղաղությունն արժանապատիվ լինի։ Նորից է հիշեցրել Զելենսկին Մյունխենի անվտանգության համաժողովում ելույթի ժամանակ։ Նա մեղադրել է Միացյալ Նահանգներին ուկրաինական զիջումների մասին չափազանց հաճախ խոսելու համար։ Բայց Վաշինգտոնը չի հիշատակում այն զիջումները, որոնք կարող է Ռուսաստանն անել։ Սրտնեղել է Ուկրաինայի նախագահը։ Ռուսական զիջումների մասին Զելենսկիի ականջին հաճո հայտարարություն է արել Եվրամիության արտաքին քաղաքականության ղեկավարը։ Եթե մենք ցանկանում ենք կայուն խաղաղություն, ապա մեզ անհրաժեշտ են նաև ռուսական կողմից զիջումներ, ասել է Կայա Կալասը։ Նա համոզված է, որ Մոսկվան Վաշինգտոնի աջակցությամբ բանակցությունների միջոցով է փորձում Ուկրաինայից գրավել այն, ինչը չի ստացվում մարտադաշտում։ Մարիամ Ամիրջանյան, Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուր։